Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիթ պետք է տանեմ լսեմ ԱԱՑ-ի պատվալը, որ մամուլի Առաջինը դու պետք է գնաս ու դու կգնաս Ընդդիմադիր Հայաստան խմբակցության ղեկավարին ԱԱԾ պատվալ ուղարկելու վարչապետի այս զգուշացումից ուղիղ մեկ ամիս անց գլխավոր դատախազությունը դիմեց խորհրդարանին, որպեսզի ստանա պատգամավորների համաձայնությունը ընդդիմադիրներ Սեյրան Օհանյանին եւ Արծվիկ Մինասյանին մեղադրանք առաջադրելու համար։ Երկու պատգամավորն էլ միաձայն պնդում են գլխավոր դատախազը վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվերն է կատարում։ Օհանյանը Facebook-յան իր էջում մասնավորապես գրել է. Փաշինյանն ու Ալիևը գործում են համադրված, ապահովելով Բաքվում եւ Երևանում բեմադրված էժանագին շոուներ։ Ակնհայտ է, որ սրանց հիմնական նպատակը հանրության ուշադրության շեղումն է իրենց իսկ ձեռամբ ստեղծած հայոց պետականությանը սպառնացող վտանգներից։ Ըստ դատախազության Օհանյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին զավթել է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում Սևան ազգային պարկի տարածքում գտնվող պետական հողատարածքը եւ առանց կառուցապատման իրավունքի այնտեղ կառուցել առանձնատուն։ Իսկ 2021-ին ընտրվելով падգամավոր Օհանյանը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրերում թաքցրել է այդ սեփականությունը։ Դրախտիկի հողատարածքը նոր չէ, որ իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել։ Դատախազությունը դեռ 2 տարի առաջ այն բռնագանձելու պահանջով հայց է ներկայացրել դատարան։ Գործը դեռ քննության փուլում է։ Սեյրան Օհանյանը կարճ գրառման մեջ չի անդրադարձել իրեն վերագրվող ոչ միայն այս, այլ նաև մյուս կաշառք վերցնելու դրվագին։ Դատախազության պնդմամբ պաշտպանության նախկին նախարարը պաշտոնավարման շրջանում նաև 58 միլիոն դրամ կաշառք է ստացել նախարարության գնման գործընթացներում ապօրինի առավելություններ տրամադրելու համար։ Օհանյանի թիմակից Արմենուհի Գյուրեղյանը, որ քրեական գործերը քաղաքական պատվեր որակեց Օհանյանի Սևանի ափին ապօրինի առանձնատուն կառուցել չկառուցելու հարցին ընդհանրական պատասխան տվեց։ Ես ընդհանրապես որևէ մեկի կողմից պաշտոնի չարաշահմամբ որևէ ամառանոց կամ կառույց կառուցելու մասին ոչինչ չեմ կարող բացառել։ Ընդհանրապես որևէ մեկի ընդհանրապես նույն քրեական գործով ըստ դատախազության բավարար հիմքեր կան, որ մեղադրանք առաջադրվի նաև Արծվիկ Մինասյանին։ Միջնորդագրում նշվում է, որ Մինասյանն էլ լինելով բնապահպանության նախարար չի կատարել ծառայողական պարտականությունները։ Թաքցրել է Օհանյանին վերագրվող ենթադրյալ ապօրինությունները, դրանով պետությանը պատճառելով էական վնաս։ Մինասյանը եւս քրեական գործին Facebook-յան գրառմամբ է անդրադարձել։ Ականատեսենք պետական մակարդակով հերթական Կլիաուզյային մասնագիտական, քաղաքական ու բարոյական առումով որևէ քննադատության չդիմացող իմ դեմ հարուցված ապօրինի քրեական գործը ոչ միայն հանրությանը մատուցվող հերթական շոուն է, այլև վկայում է Հայաստանը զավթած ռեժիմի իշխանությունը կորցնելու վախերի մասին։ Դատախազը հերթական անգամ ոտնահարելով սահմանադրությունն ու օրենքները իրեն անսահմանորեն նվիրել է Նիկոլ Փաշինյանի հանցավոր հանձնարարությունների կատարմանը։ Ընդդիմադիր падգամավոր Գյուրեղյանի պնդմամբ մի քանի տարվա վաղեմության այս գործը դատախազությունը օրակարգ բերեց Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո։ Բոլորս հիշում ենք Նիկոլ Փաշինյանի հիստերիկ պահվածքը, իր այդ վարքագիծը եւ այնտեղ համբալից բացի նաեւ սպառնալիքներ, այ դուք կտեսնեք, դուք պետք է հայտնվեք այստեղ եւ բնականաբար հրահանգ է իջել, որ անպայման պետք է գործ հարուցելու գործը սկսել։ Այսինքն հանրությանը ներկայացնել, որ նման գործ կա։ Ազգային ժողովը գլխավոր դատախազի միջնորդությունները կքննարկի հաջորդ շաբաթ սպասվող քարոզիային։